Sonic Boom, զինակից ընկերը։ Ձերքիցս չես պրծինի Egghead։ Eggman, դու էլ լավ գիտես, որ ես դոկտոր Eggman-ն եմ, ձևացնում ես իբր չգիտես։ Ինչեր ես խոսում, Egghead։ Ամեն ինչ հենց այստեղ էլ կավարտվի բարեկամս։ Հիմա քեզ կոչնչացնի իմ ռոբոտը։ Իսկապես հրանոթով այրելու եմ ես։ Հրանոթով ոչ։ Ծծմբաթթվով, ձերքի նռնակով։ Ոչ, չանջեր ունի, մահացու չանջեր։ Որ այդպես է ճիշտ կլիներ, չանչաբոտ անվանել, կամ կտրաբոտ, կամ խոտաբոտ, կամ խուտուտաբոտ, միայն ոչ հրաբոտ։ Էժանակին գովաստ է հիշեցնում։ Սա իմ սարքած ռոբոտն է Սոնիկ, հրաբոտ առաջ։ Կապույտ առաջնորդ դեղին երկինքն է, հրաբոտ եմ տեսնում, արագ մոտենում է։ Շնորհակալ եմ, Tails, պատրաստիր ճոպաններով հանակենկալը։ Վերկաց, վեր! Լքիր օդանավը, Tails։ Tails, ոչ։ Մենք դեռ կվերադառնանք, Սոնիկ։ Օ, ինչ էլ ծանրես։ Կալորիաներից ինչու չես ազատվում, է? Շատ ծանրես։ Keep resting, pal. Հանգստացիր բարեկամս, ես քեզ տուն կհասցնեմ։ Promise. Խոստանում եմ, I'll never ես թույլ let չեմ տա, anything որ like սա this նորից happen to you կրկնվի։ again. Սոնիկ, Hey, buddy. Օ, How you բարեկամս, feeling? ո՞նց ես։ հրաշալի, պատրաստ եմ վերադառնալ ռազմադաշտ։ Yeah. Հա, իդեպ, քեզ համար լավ նորություն ունեմ։ Այսօրվանից դու զորացրվում ես։ Թոշակի։ Այո, հիմա կարող ես օրերով գոլֆ խաղալ կամ թորնիկներիդ հետ ժամանակ անցկացնել։ Բայց ես թորնիկներ չունեմ։ Գուցե ժամանակն է, որ հայտնվեն։ Հավատա ինձ, այդպես ավելի լավ կլինի։ Ինչ արդիվում, բարեկամս։ Սպասիր, դա ինչ է նշանակում։ Ես քեզ հեռացնում եմ։ Դե լավ հասկացա։ Այդպես մի նայիր, ես արեցի այն, ինչ պարտավոր էի անել։ Մնում է միայն համոզվել, որ Tails-ը նորից գործի չի անցնի։ Այդ հարարությամբ զինակից է փնտրում, ուրախ կլինեմ, եթե պրոֆեսիոնալներն արձագանքեն, լավագույն աշխատանք կստանան։ Երաշխավորագիրը պատրաստ է։ Անհավատալի չէ։ Երաշխավորագրերը հիմա շատ կարևոր են։ Հատկապես այսօրվա աշխատաշուկայում։ Որ հիմա կուզենա Սոնիկի զինակիցը լինել։ Ամեն օր նրա կողքին լինել, հարգանք և սեր վայելել։ Դա հաստատ ինձ համար չէ։ Բայց նոտ է։ Քեզ իմ մարդ է սախածիկ։ Բարև, ես Էմի Ռոուզն եմ, ուզում եմ քո զինակիցը դառնալ։ Էմի, ես գիտեմ դու ով ես։ Հրաշալի է, ես դեմ չեմ, որ նախապատվությունը ծանոթներին տրվի։ Հատուկ կարողություններ բաժնում գրիր երկեցիկ ձայն և ժանգլյորություն, երբ սրբերը քայլում են։ Հաջորդը։ Իմ ամենամեծ թերությունը, անկեղծ ասած, ես բավական վախկոտ եմ։ Օ,
Իմպրովիզացիա, պաշտում եմ իմպրովիզացիաները, ես պիցաներ եմ բաժանում երկելով ու աչպարարություն անելով, երբ սրբերը քայլում են։ Դու հրաշալի զինակից կլինես։ Ոչ, Նաքլս, ես եմ զինակից փնտրում։ Քեզ համար նոր անուն կընտրենք, գուցե Knuckles կրծեր։ Վերջին հարցս։ Անելանելի իրավիճակում ինչ կանեի։ Ինձ համար ոչ մի անելանելի իրավիճակ չի կարող լինել։ Ճարպիկներ երևում, նորակոչիկ։ Այո, այդպես էլ կա, բայց իրականում ես նորակոչիկ չեմ, ես գաղութ։ Tails, դու չես կարող իմ զինակիցը լինել։ Ուրախ կլինեմ, եթե պրոֆեսիոնալներն արձագանքեն, լավագույնը աշխատանք կստանա, ինձնից լավին չես գտնի, թե ինչ-որ բան կա, որ չես ուզում ասել։ Դե լավ, քեզ մի բարդ քննություն է սպասվում։ Ողջույն։ Էգմենը, Ինչ գործ ունես այստեղ։ Ես դոկտոր Էգմենն եմ, աշխարհանքի հայտարարության առիթով եմ եկել։ Ինչ, դու իմ երդվյալ թշնամին ես։ Այո, ճիշտ է, բայց ես իմ արժեքավոր նպաստը կարող եմ բերել քո կազմակերպությանը։ Օրինակ ես դոկտոր եմ, ոչ թե բժիշկ, այլ գիտնական, բայց այնուամենայնիվ Դու չես կարող իմ զինակիցը լինել։ ուրախ կլինեմ, եթե պրոֆեսիոնալներն արձագանքեն։ Դե լավ, թող այդպես լինի։ Երկուսդ էլ անցնում եք երկրորդ փուլ, բայց դեզանից ոչ մեկը չի հաղթի։ ուրիշ տեխնացուներ էլ կան։ Իդեպ դուք կայանալու իրավունք ունեք։ Շնորհավորում եմ, դու երրորդ համարի տեխնատուր ես։ Քեզ բան։ Եվ այսպես, իմ զինակիցը լինելը հեշտ բան չէ։ Հիմա ես կստուգեմ ձեր դիմացկունությունը, ուժը եւ ճարպկությունը։ Կհաղթինա, ով Իդեպ ավելի ճիշտ կլինի ասել ում։ կհաղթինա, ում կհաջողվի բոլոր աներևակայելի փորձությունների միջով անցնել եւ բերել կարմիր դրոշը, որը ես տեղադրել եմ վտանգավորագույն լեռան կատարին, որը կոչվում է անվտանգ լեռ։ Իդեպ Իդեպ ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է։ Ինչ է կատարվում, դա ինչ է։ Այնինչ ինձ կօգնի հեշտությամբ առաջադրանքն իրականացնել։ Իդեպ մի քիչ կողքի պարտեմ եւ քնեմ։ Մի կողմ քաշվիր Էգմեն, այդ աշխատանքը իմն է լինելու։ Կարծում ես այդ աշխատանքի համար չեմ այստեղ հիմար։ Ես ուզում եմ մեկ էլ միշտ ազատվել ձեզնից։ Սոնիկ, չեմ կարողանում դուրս գալ։ Tails, ես չի ուզում քեզ հեռացնել, ես ուզում եմ քեզ պաշտպանել։ Ավելի մեծ վտանգի ենթարկելով։ Խոստովանում եմ, անհաջող մտահղացում էր։ Հեյ, Սոնիկ, իմ վերջին անակնկալը։ Քո ցանկությունները նկատի առնելով ես կատարելագործել եմ իմ հրապոտը։ Ես ողջ չգիտեմ։ Դու սուզվում ես, ուժերս չեն երիքում։ Ինձ համար մի մտահոգվիր։ Արագ հեռացիր այստեղից։ Զինակիցները այդպես չեն վարվում։
Ես դեռ կվերադառնամ նոր ռոբոտով։ Համապատասխանանուն կդնեմ, լազերային աչքեր կունենա եւ լիքը խոզապուղ։ Չարագործի խոզապուղ։ Իսկ դա շատ ծանրաբեռնված աշխատանք է։ Դե, շաբաթը 7 օր։ Բայց դու սեփական ինքնաթիռ կունենաս։ Դե բաց արա, ախր խոստացել էի զանգել։ Նաքլս ինչ է եղել։ Նաքլս կրծեր չգտնվեց։ Ուրեմն քեզ պետք է։ Ես պիցաների ամենալավ առաքիչն եմ եւ երկում եմ աճպարարություն եմ անում, երբ սրբերը քայլում են։ Նաքլսինա։ Ապաստանել չարագործին։ Ով է։ Ողջույն։ Ինչ ես ուզում։ Նախ եւ առաջ թույլ տուր շնորհակալություն հայտնել, որ այսօր ժամին դուռը բացեցի։ Ների հավանաբար քեզ անհանգստացրի, հա։ Մտքինդ ասա եկվես։ Դե ես կօգնության կարիք ունեմ։ Դու իմ օգնության։ Այո, բարձր տեխնոլոգիաների որջը, իմ օրորոցային կներես, իմ չարանենք մտահղացումների օրանը, որտեղ քեզ ոչնչացնելու տարբեր ծրագրեր էի մշակում, փոթորքից ավերվեց։ Մի քանի օր կարող եմ քո եւ թերսի հետ, մինչև իմ ռոբոտները ամեն ինչ վերականգնեն։ Խնդրում եմ, մեզ թող ինձ այնտեղ ապրեն անհնար է։ Այո, հիմա քեզ տանիք է պետք։ Եվ լոգարան։ Բայց ինչքանով վստահ լինեմ, որ քնած ժամանակ իմ ուտելիցի վրա չես հարձակվի։ Երդվում եմ, որ քանի դեռ այստեղ եմ, ոչ քեզ, ոչ էլ ընկերոջ հետ, ոչ մի բան չեմ անի։ Նույնիսկ հետս զենք չեմ վերցրել։ Ուզում ես կարող ես ստուգել։ Ոչ, կարիք չկա։ Ես քեզ հավատում եմ։ Ուրեմն ընդհանրապես 1-2 օրով եւ միայն քեզ։ Միայն ինձ, օրբոտին եւ կյուբոտին։ Նրանք իմ ընտանիքն են։ Էգմեն։ Բարև երեխեք, չգիտեի, որ առավոտ շուտ եք գալիս, ես դեռ չարագործի քնած գեստով եմ, հետևի կողմում պահեստային դռնակը։ Սա ինչ գործ ունի այստեղ։ Ժամանակավոր զինադադար։ Թելսը համաձայնեց, որ մի քանի օր այստեղ ապրի։ Ես դեռ սպասում եմ սաղմոնի խավիարով եւ ձվածեղով բրդուճին։ Բերում են։ Ես սպիտակուցով էի խնդրել, իսկ սա դեղնուց է։ Տեսնում ես դեղին է, ես խստորեն հետևում եմ իմ խոլեստերինի մակարդակին, իմ սաղմոնը այստեղ է կաչեցրել։ Ես ինչ է բանտում եմ։ Սա ինչ-որ չարանենք ծրագիր է։ Հարևան է ձևանում, իսկ հետո կկանչի իր հերթական կործանիչ ռոբոտին, որը կոչնչացնի բոլորիս։ Եկեք արագ փախչենք այստեղից։ Երեխեք, Էգմենը օգնության կարիք ունի։ Եթե հրաժարվենք օգնել նրանից, ինչով ենք ավելի լավը։ Այո, ոչ մի բանով լավը չեք։ Պատկերացնում եք հիմա ինչ հոգեվիճակում է։ Վախենում ես, հա։ Մենակության զգացում ունես։ Կճախտից անընդհատ ուտել ես ուզում։ Այս հարացին հեռու տարեք ինձնից։ Եթե Էգմենը ապրելու տեղ չունի, թող մնա այստեղ, ինչ իմանամ, գուցե այնքան էլ չար չէ։ Բարձրով կռիվ։ Բարձրով կռիվ։ Չեմ դիմանում։ Հերիք է Էգմենին հանդուրժեմ, ես հոգնեցի, թող հեռանա։ Ոչ ես կարող փողոց շպրտել։ Ճիշտ է, ահա որ բնավորություն ունի։ Բայց դա նրա նկատմամբ ձեր վերաբերմունքի պատճառով է։ Մեր վերաբերմունքի։ Ինձ բարձով այնպես հարվածեց, որ մինչև հիմա հիշողությանս հետ լուրջ խնդիրներ ունեմ։ Եկեք հարևաններով նստենք ու քննարկենք, հա։ Եվ այսպես, Սոնիկ, ոչինչ չես ուզում Էգմենին ասել։ Այո, ոնց ասեմ, որ շատ կոպիտ չհնչի։ Դու ահա որ հարևան ես եւ քեզ այստեղ ոչ ոք չի սիրում։ Մտքերդ մի քիչ այլ կերպ ձևակերպիր։ Ասա, երբ այսպիսի բաներ ես անում, իմ մեջ այսպիսի բաներ են առաջանում։ Լավ, սպասիր մտածեմ։ Քո այստեղ ապրելը իմ մեջ ահա որ զայրույթ է առաջացնում, որովհետեւ դու վատ հարևան ես եւ քեզ այստեղ ոչ ոք չի սիրում։ Դու իրավացի ես։
Ես աշխարհի ամենավատ հարևանն եմ։ Ուղղակի ես միշտ մենակ եմ ապրել։ Բա մենք Ռոբոտները հաշվից դուրս են։ Սոնիկ, իմ կարծիքով արժի ավելի համբերատար լինել։ Իսկ եթե փորձես ընկերանալ Էգմենի հետ, հա? Ինչ կասես։ Էգմեն, եթե մի հնարավորություն էլ տանք, խոստանում ես, որ քեզ լավ կպահես։ Իհարկե։ Որ այդպես է, եկեք գրկախառնվենք։ Դուք չէ։ Ես ամաններն եմ լվանում սպունգով։ Հիմա մի լավ կշփեմ, մինչև շողշողա և չրչռա։ Դրսում 8:39 Կրկնակի բոնուս։ Նորից հաղթեցի։ Անտիրեր, քնելու ժամանակն է, արդեն ուշ է։ Մեկ անգամ էլ խնդրում եմ, քանի դեռ միասին եկեք ուրախանանք, ինչ կլինի։ Ես դեմ չեմ, բայց դուք չեք հոգնել, հա? Օրբոտ, կյուբոտ։ Սրանք ռոբոտներ են, անհոգի մետաղի կտորներ, նրանք չեն հոգնում։ Ի՞նչ է ասում։ Դու գիտեք, ես գնացի, բարի գիշեր։ Սպասի, մի գնա, մի քիչ մնա ինձ հետ։ Ես այնքան միայնակ եմ։ Խնդրում եմ, սենյակակից ընկեր։ Ուֆ։ Ուռա! Return to the Comedy Chip Show with your host, Comedy Chip. I almost didn't make it to the show tonight. I had to go to the doctor. I had a backache. Yes, I don't have any faith in that doctor anyway. I think he used to be a mechanic. He tried to fix my problem with a monkey wrench. You, my friend, are one Willie Simeon. Էգմանը դեռ ձեզ հետ է ապրում։ Որական քանի ժամ եք քնում։ 0 ժամ։ Սա դավաճի ծրագրի երկրորդ մասն է, ուր որ կհայտնվի նրա կործանիչ ռոբոտը ահռելի ոտքերով եւ ահավոր ատամներով։ Ում մեր հարցերը կլուծի։ Ստիքս, խելացնոր բաներ մի խոսիր, արդեն 2 օր է ինչ Էգմենն այստեղ է ապրում եւ դեռ ոչ մի չար չի արել։ Ինչու ես ծիծաղում։ Հիշում եք ասում էի, որ իմ ամրոցը փոթորկից ոչնչացել է։ Քիչ խաբել եմ։ Ես հատուկ եմ այդ պատմությունը հորինել, որպեսզի ձեզ մոտ ապրեն եւ ձեզ հասցնեմ գեհոգնածության եւ լուծվածության։ Հիմա ձեր ուժերը չեմ բավականացնի, որ իմ կործանիչ ռոբոտին դիմակայեք։ Այդպես էլ գիտեի, կործանիչ ռոբոտին հետներ բերել։ Ախր ինչու ոչ մեկը ինձ չեք հավատում։ Ես խելագար չեմ։ Հերիք է ինձ հետապնդես։ Բավական է։ Ռոբոտ, ոչնչացրու Սոնիկին եւ ընկերներին։ Fortress. Destroy fortress. Destroying island fortress. Ոչ, ես ուրիշ հրաման տվեցի։ Մենք դեռ աշխատում ենք ծրագրի վրա, դեռ չենք վերջացրել։ Կործանիչի իմ ամրոցից հեռու մնա, չհամարձակվես իմ տունը քանդել։ Playing up-tempo music while destroying fortress. Ոչ, Սոնիկ, դու պետք է օգնես ինձ։ Ինչու, սա քո կործանիչ բոտն է։ Տես հա, ստիպված կլինեմ քեզ մոտ ապրել։ Առաջ։ Նրան պետք է կանգնեցնել, բայց ես այնպես եմ հոգնել։ Պետք է որ մի թույլ տեղ ունենա։ Հնարավոր է գաղտնիքը գետնին է։ Փափուկ հարմարավետ գետնին։ Փափուկ գետնին։ Ինչ է եղել, հարցակում, հա։ Ճիշտ է։ Էգմեն, դու ես սրան ստեղծել, ասա ինչպես վնասազերծենք։ Պետք է երկու կործանիչ լծակները միաժամանակ ակտիվացնել։ Դրանք ամրոցի վրա են այնտեղ։ Եվ այնտեղ։ Ինչ ահավոր է։ Դե լավ, Էմի, Նաքլ, Ստիքս, այդ մետաղյա հրեշի ուշադրությունը շեղեք, ես ու Թելսը կզբաղվենք լծակներով։ Էգմեն, ցույց տուր ինչպես ենք դա անելու։ Գուցե գրկախառնվենք հրաժեշտից առաջ։ Ոչ։
Կինետիկ արգելքի պրոցեսոր ակտիվացու։ Լավ, վեր կաց, կենտրոնական օպերացիոն համակարգն անջատիր։ Ես գիտեի, որ դու գալու ես, բայց դու չես կարող Ստիքսին ոչնչացնել, որովհետև ես ինձ չես կարող սպանել։ Կինետիկ արգելքի պրոցեսոր ակտիվացրու։ Բարձերով կռիվ։ Այո։ Ոչ։ Երեխեք, իմ ամրոցից մոխրակույտ մնաց, մտածեցի գուցե մի քիչ էլ ապրեմ ձեզ հետ, մինչև իմ նոր ամրոցը կառուցվի։ Ինչ կլինի։ Ես քեզ կընկերակցեմ։ Արի մի քիչ զրուցենք այն մասին, թե ինչ զգացողություններ ունեիր որպես հարևան, որպես սենյակակից։ Պատկերացրու, որ այս փուչիկը քո ինքնագնահատականն է։ Ոչ, հերիք է, ոչ։ Կրկնօրինակումը կատարվել է շողակալ հեռուստաընկերություն։